Իմ շատ սիրելի հարազատներ, Տիրոջ ընտանիքի զավակներ, Հայաստանից ջերմ բարևներ ենք բերել մեր ավագ եղբայրների կողմից, Բանգլադեշի տարածքի, Արարատի տարածքի, բոլոր քույր եղբայրների կողմից, ջերմ բարևներս ձեզ, շնորհակալություն, Տերը օրհնի ձեզ, ինչպես դուք ճանաչում եք, գիտեք, որ 1 տարի առաջ ես ձեր մեջ էի, միասին ենք, ուղիղ 1 տարի հետո նորից ունեցա առաջնորդություն Տիրոջից, որ նորից հայտնվեի ձեզ հետ, որովհետև այս պանդուխտ օրերը մեզ սովորեցնում է, որ անկախ ճանապարհի հեռավորությունից մենք կարողանանք մեր ներսի սերը, ուրախությունը փոխանցել մեկս մյուսի։ Շնորհակալ ենք Տիրոջից, շնորհակալ ենք Հայաստանում օր-օրի վրա առաջագնում սրբությունը, շատանում են ժողովուրդը, ինչքան նեղությունները մեծանում են, այնքան ժողովուրդը գիտակցում են, որ պետք է պաշտել այն Աստծուն, որ պաշտել են մեր պապերը, մեր տատերը եւ մեր հավատքը հասցրել են մեր սերունդին 21-րդ դար։ Թող Աստված օրհնի իմ թանկագին քույր եղբայրներ, որովհետեւ ձեզ հայտնվելով այս օտար երկրում լավ կյանքից չի որ եկել եք, բայց Աստված գիտի ումն է առաջնորդում այս երկիրը, Եվրոպա, Ռուսաստան եւ այլն։ Աստված ավելի լավ գիտի։ Տերը թող պահի օրհնի ձեզ։ Ես լինելով ձեր եղբայրը տկար շուրջ 55 տարի Տիրոջ տան մեջ եմ, 14 տարեկան հասակից մկրտվել եմ Սուրբ Հոգով, հաջորդել է բանակը, այն ժամանակ իհարկե ուզում էին, որպեսզի տղաները, եղբայրները բանակ գնային, գային նոր ջրով մկրտվեին եւ 73 թվականին ջրով մկրտվեցի։ Ամուսնացել եմ հոգևոր մեր Հայաստանի առաջի հովիվ Հակոբ եղբայրը, որոնք ճանաչում եմ Գագիկ եղբայրը, մեր Արամ եղբայրը, մեր եղբայրները ներող կլեն Ռուբիկ եղբայրը եւ ունեմ 6 երեխա եւ 22 թոռ։ Տերը պահի բոլորի զավակներին, Տերը օրհնի ձեզ։ Գիտեք, եկեղեցում ամեն մի եղբայրը Աստված մի շնորհ ա տվել։ Հիմնականը եւ Երևանում բժշկության պաշտամունքին մենք միշտ մամիկոն եղբայրը հետ միասին աղոթք ենք անում հիվանդների հոգևոր եւ մարմնավոր տկարություն ունեցողների համար։ Եվ փառք Աստծո, եւ այդ նույն ծառայությունը մենք շարունակում ենք ամբողջ Կալիֆոռնիայում։ Պատկերացրեք, որ Կիրակի օրը կլինեմ Ջուդեքս եղբոր խմբում եւ դրանով կավարտվի մեր այցելությունը Միացյալ Նահանգներ։ Ես ուզում եմ կարդալ 100-րդ Սաղմոսը, որից հետո եթե մեր Գագիկ եղբայրը համաձայնվի մի երգ լինի, ու ժողովուրդը, ովքեր որ ունեն այդ աղոթքի կարիքը, առաջ գան, իրենց համար աղոթք կանենք։ Համաձայն եք Գագիկ եղբայր ջան։ Տերը օրհնի ձեզ։ Հիմա ես ուզում եմ կարդալ 100 Սաղմոսը։ Աղաղակեցեք Տիրոջը, ով բոլոր երկիր, ծառայեցեք Տիրոջը ուրախությամբ։ Անոր առջև կեցեք ցնծությամբ, ճանաչեցեք, թե Եհովան է Աստված, այո, մենք պետք է խորքից ճանաչենք, մենք գիտենք, թե ումն ենք պաշտում, մենք հավատացել ենք Աստծո բերանի դուրս եկած խոսքին եւ դրանով մենք առաջնորդվում ենք։ Անիկա ստեղծեց մեզ ու ոչ թե մենք։ Մենք անոր ժողովուրդը ու անոր արոտին ոչխարներն ենք։ Մտեք անոր դռները գոհությամբ, մենք ուրախությամբ պիտի գանք Աստծո տունը, գոհությամբ պիտի գանք եւ անոր սրահները օրհնությամբ։ Գոհացեք անիկե օրհնեցեք անոր անունը, վասնզի Տերը բարի է, անոր ողորմությունը հավիտյան է,
ու անոր հավատարմությունը ազգեն մինչև ազգ, ամեն։ Սիրելի եղբայրներ, քույրեր, գալով Աստծո տունը, մեր նպատակը մեկ է, որպեսզի մենք կարողանանք հաղորդակցվել մեր Տիրոջ հետ։ Եվ գիտենք գալիքում ինչ է սպասվում մեզ, եւ այդ գերագույն հավատքով մենք առաջնորդվում ենք, որովհետեւ Տիեզերքի արարիչ Աստվածը խոսք է տվել մեզ, որ մենք հավերժ պիտի ապրենք իրեն հետ, որովհետեւ մեր նպատակը երկին գնալն է, անունը փառավորվի Տիրոջ։ Այս ժամանակավոր կյանքը, որ տվել է մեզ ապրելու, ավետարանում գրված է 70 տարի զորությունով 80 տարի ալա, տակավին ցավ, տառապանք, նեղություն, դժվարություններ եւ քրիստոնյայի կյանքում այո դժվարությունները պիտի լինի։ Չկա որևիցե դարում քրիստոնյան չունենա դժվարություններ, հալածանք, նեղություններ։ Ես հիշում եմ Սովետ միության տարիներին, անգամ դպրոցներում մեր երեխաներին հալածում էին, պիտակներ էին կպցնում, ֆարմասոր էին ասում, ես չգիտեմ ինչեր էին ասում մեր երեխաներին, գալիս էին տուն բողոքում էին, այ պապ ջան ասում, ինչ անենք, ոնց անենք, ասում եմ, իրանք ասում են, հավատացյալի ճտեր, իրանք էլ հակառակորդին են, բայց դուք մի նեղացեք, իրանք ճիշտ են ասում, հավատացյալի ճտեր էին ասում մեր երեխաներին, բայց Տերը պահեց, օրհնեց, հասակ առան Աստծո տան մեջ, այսօր փառք Տիրոջը, եկեղեցում են երեխաները։ Ես ուզում եմ այո Տիրոջ փառքի համար պատմել, ասել, որ ունեցել ենք դժվարություններ, բայց ամենակարևորը այդ նեղությունների մեջ Տիրոջ խոսքը ամուր ենք պահել։ Այնպիսի վիճակներ ենք ունեցել նեղության, տառապանքի տարիները Սովետ միության, դուք պատկերացնում եք, որ թվում էր, որ խաղաղ էր, հանգիստ էր, բայց այն ժամանակ ավելի մեծ էր նեղությունները, չկար բազմոցներ նստելու, աթոռներ, անգամ մեզ տանում էին նկուղներում, եղբայրները, սարերում, Քարսի անունով սար կար, որ ժողովուրդը այդ վայրում էին հավաքվում, միաբանությամբ, որ վայել էին Տիրոջ ներկայությունը, բայց այսօր կահավորված սարահներ, Հայաստանի ողջ տարածքով մեկ գյուղերում, ավաններում, քաղաքներում, պատկերացրեք Լուսարատ գյուղում պետք է եկեղեցի բացվի, արդեն կառույց ավարտվում է, անգամ գյուղի ժողովուրդը այսպիսի բան են արտահայտվել։ Մենք ինչու գնանք Լևոնի պատվալը, մենք սպասում ենք Աստծո տունը կառուցվի, միանգամից ամբողջով ենք գալու, փառք Տիրոջը, մենք այդ հույսը հավատը ունենք, որ մեր ժողովուրդը նեղությունից պիտի դուրս գան եւ իրանց կենթանի Աստծուն պիտի պաշտեն, որ պաշտում ենք մենք եւ բոլորս։ Հիմա ես ուրեմն ուզեի կարդալ Մաղաքիայի 3-րդ գլխից մի համար, որից հետո կլինի երկից հետո արդեն առաջ կգան ովքեր որ ունեն առաջնորդություն, ունեն անգամ հոգևոր տկարություն, աղոտ կարվի եւ յուղով կոչվի այդ տվյալ անձիկ։ Այն ատեն Տիրոջ վարձողները իրարու հետ խոսեցան, Տերը մտիկ գրավ ու լսեց եւ իր առջեւ իշտակի գիրքը գրվեցավ։ Տիրոջ մեն վարձողներու համար ու անոր անման վրայի մտածողներուն համար։ Եվ անոնք իմս պիտի լան կսե զորքերի Տերը, այո Աստված ասում։ Իրանը պիտի լինենք, իր սեփականությունն ենք։ Այն օրը, երբ իմ սեփական գանձս հավաքեմ, անոնց պիտի խնայեմ։ Գալու է այդ օրհնյալ օրը։ Մենք այդ ապական այդ հույսը ունենք, դրա համար պետք է մենք անդադար մեր աղոթքի մեջ գնանք դեպի սրբացման, մեր ներքնաշխարհում ունենանք Քրիստոս կյանքը, այն էլ խաչը ելած իր անունը փառավորվի։ Անոնց պիտի խնայեմ, ինչպես մարդը խնայի իր որդուն, որ իրեն ծառայություն կնե, եւ պիտի դառնակ ու արդարին եւ ամբարշտին, Աստծո ծառայությունը նողին եւ անոր ծառայություն չնողի տարբերությունը պիտի տեսնեք։ Այսօր մենք նաեւ տեսնում ենք մեր շրջապատում, որոնք ընդհանրապես հավատքից հեռու մարդիկ են եւ տեսնում են քրիստոնյա մարդկանց կյանքը։ Տերը օրհնի ձեզ բոլորիդ։ Թող Աստված ձեր կյանքը
իրանով ծաղկեցնի, որ ձեզի տեսնելուց, մեզի տեսնելուց Քրիստոս տեսնեն, լինենք բաց նամակները մեր շրջապատում, որտեղ որ ապրում ենք, աշխատանքի վայրում, ուսման բնակավարում, որևիցե միտեղ, միայն ու միայն Տերը փառավորվի։ Տերը թող օրհնի, շարունակությունը հետևյալն է, քանզի ահա փուրի պես վառված օրը կուգա։ Գալու է այդ օրը, եւ բոլոր հպարտները եւ բոլոր ամբարշտություն նողները հardին պես պիտի ելնան եւ եկած օրը զանոնք պիտի այրե կսե զորքերի Տերը, այնպես որ անոնց արմատ կամ ոս պիտի չթողնվի, բայց ձեզի իմ անունես վախցողներուդ արդարության արեգակը պիտի ծագի, անոր թևերու վրա բժշկություն պիտի գտնեք, ամեն։ Շնորհակալ ենք Տիրոջից, այո, գալու է այդ օրը, գալու է, եւ օրինակա բերում արդին, ցորենի արտը, երբ որ խաղում են, ցորենը վերցնում են, այնքան կրակը խորն ալինում այդ արմատ, մարմատ, բոշտ, բոլորը այրվում եւ հեռանում է։ Դրա համար մենք արժանանանք Քրիստոսի երկրորդ գալության փրկության արժանանանք, ամեն ինչ պետք է անենք եւ իմ կարեւոր բան եմ ուզում ասել, որ այս երկիրը Միացյալ Նահանգները, որոնց երկրորդ անգամ եմ գալիս, ես տեսնում եմ քրիստոնյա ժողովուրդ, որ այս երկիրը չի հեռացրել իրեն զավակներին, վերջապես այդ շքեղությունից, լավ ապրելուց, լավ ուտեստերից եւ այլն մնացել են հավատարիմ։ Տերը ձեզի շատ օրհնի, որովհետեւ տարբեր տարածքներում եմ եղել եւ նկատել եմ մեր ժողովրդի մեջ, որ իրոք դուք Աստծուն սիրող ժողովուրդ եք, իր անունը փառավորվի եւ ուզեի որ մի երգ լիներ, որից հետո մենք մի փոքր հատված պիտի ընթերցենք ու պետք է աղոթ կանենք մեր հիվանդ տկար, եթե մարմինը տկար լինի, հոգին զորավոր չի լինի։ Տերը թող օրհնի ձեզ։ Ժողովուրդ, ես ուղղակի ուզում եմ վկայություն, այն ինչ որ կատարվել է Հայաստանում, նստեք, խնդրում եմ նստեք։ Ուրեմն հետևյալներ վկայության նպատակը մի երիտասարդ կին, երևի 40 տարեկան այդպես հաղթանակ թաղամասում 4-րդ գյուղ ասեմ, որ ավելի հասկանալի լինի, այդպես ծանր վիճակի մեջ, շաբաթից ավել կոմայի մեջ, ոչ ուտում, ոչ խմում, միայն շնչում էր։ Շտաբօգնությունը միջեր ունևոր մարդիկ էին դրանք, շտաբօգնությունը իրար հետևից գալիս էր, անգամ այդ ժամանակ, երբ որ մեր հոգևոր քույրերի մեկի բարեկամներ, երբ որ զանգ տվեցին գիշերը 11-ն էր արդեն ուշ ժամեր, ասեց Արտուշ աղբեր, խնդրում եմ, արի, ես ինչ փողոց, ես ինչ տունը, գնամ ինչ տեսնեմ, երևի ես դահլիճի կեսը կլներ այդ մեծ գյուղերում ժամանակին մեծ ճաշասենյակներ են սարքում եւ այլն։ Բազմությունը մեջը մի 30 հոգուց ավելին եւ շտաբօգնության բրիգադը 2 սկորի է եկել, որպեսզի այդ հիվանդին կարողանա ինչ-որտեղ ոտքի հանի, բայց վիճակը այդպես գնալով վատացել էր, այդ հարազատը իր մեր քույրիկը, իր այդ հիվանդի հարազատը ասել էր մի հատ մեր հոգևոր եղբորը կանչենք, թող գա։ Ես այս բոլորը որ ասում եմ, դուք ինչ ճիշտ հասկացեք, մեր Տիրոջ փառքի համար է, Էնակինս նստած է որպես վկա, ինքը գիտի այդ վիճակի մասին։ Մեր չգիտեմ Հակոբ ջան, դու լսել ես թե չէ, 4-րդ գյուղի Արմենուհու մասին, ամբողջ անգամ բանով զապիսարեցին, տարածեցին եւ այլն, ինքը վկայել էր այդ մասին։ Եվ ներս մտնելով անմիջապես այդ բոլոր անդամներին դուրս անեցի։ Այսինքն ես ունեցա առաջնորդություն, համարձակություն վերից տրված, ասի մնա միայն մեր քույրիկը, եւ որ ինքը երիտասարդ կին էր, ես մենակ իրանք էլ սաղ ամբարի ժողովուրդ։ Ես ով այս մարդն եկել սաղից անես դուրս։ Ասի ոչ, մեր քույրիկն էլ մնալու, բոլոր դուրս եկել, ամուսինն անդե բոլոր հարազատ բարեկամները, ոնց որ եկել էին իր վերջի հրաժեշտ տային այդ երիտասարդ քրոջը։ Ես անմիջապես ծնկի եկա, ասի ժողովրդի մեջ թող քո փառքը գերեվա, իմ Տերս, իմ Աստվածս, կես ժամ ծնկի վրա աղոթք եմ արել, մեկ էլ Արմինեն, Արտուշ եղբայր ջան,
Այ քեզ բան։ Ընդեղից էր հետևի մասը, ուրեմն դուրը կիսաբաց վիճակում ամուսինը նայմա ինչա կատարվելու, որ այդ ձևի սկսեց խոսելը, մի անգամից ժողովուրդը լրիվ ներս եկան, ասի դուրս եկեք։ Քույրիկին ես շուռ եկա ագարակումը, քույրիկին ասեցի հագցրու բաները, թող վերքինը, վերկացավ, ասի քուրես ես գործից եմ եկել ու շամի սոված եմ։ Եթե դու ցանկանաս հաց ուտես, ես մի փոքր ես կօգտվեմ, Արմենուհի ջան։ Եթե չէ, ես երտալի սոված կգնամ։ Ուրեմն ասեց համաձայն եմ։ Էդի լրիվ ուրախություն էր հարազատների կյանքում 7 օր հաշիք էր, պատկերացրեք, որից հետո խորագիտություն հենց այդեղ էլի։ Որից հետո ինքը պատմեց, որ իրեն հոգին իր մարմնից դուրս է եկել։ Ասում է ես տեսնում էի հոգով, որ դու ինչ ձևի իր աղերսում եւ ձայն լսեցի Տերն ասեց քո եղբոր սիրուց դրտված հոգի նորից ներս եմ տալիս գնա եւ ապաշխարի զավակս եւ այդպես եկան լսվան այդ ինչ ուրախություն գոռում գոչում են ուրախությունից Արմինեն փրկվավ ով արեց այդ բոլորը մարդն արեց քավլիցի մենք իրա ոտքի դագի հողը փոշինենք Աստված արեց մենք իրա ձեռքի գործիքն ենք բայց Աստված իրա փառքը ցույց տվեց ամբարիշտ մարդկանց մեջ որպեսզի Տերը փառավորվի երեք որ ժամներ եկան տարան Հակոբ ջան են հիվանդի համար այսօր զանգեցին ասում ցույց են գրել արել են տուն Ծանր Աբգար անունով դուք աղոթել եք այդ երիտասարդի համար Աստված մեծամեծ հրաշքներ գործում նմանավանդ այս վերջի օրերի մեջ ժամանակաշրջանում այստեղ մեր հավատքի բացակայությունն է կա քույրիկ երկու քույրիկ ցնկ են գալիս աղոթքի մեկը ցածկոտելով ոտքի կանգնում ասում շնորհակալ եմ Տեր ես բժշկվա երկրորդ քույրիկը մի տարի շարունակ հոգ սրտնում է եղբայրներին աղոթք են անում երկմտելով, չվստահելով Տիրոջը։ Ասում է այ քույրիկը լա երեսիդ վերքերը նայի, դուրս ատվե բան, ոնց դու բժշկվեցի։ Ոչ, ես հայրին չեմ նայի, ես նայում եմ Տիրոջը, բժշկված եմ Հիսուսով։ Սա է հավատքը, ժողովուրդ ջան, ինչա, ավետարանում իզուրա գրված հավատքով եղած աղոթքը պիտի բժշկե հիվանդը։ Ամեն, ամեն։